Ընդդիմադիրների պնդմամբ կուլիսներում մշակված ընտրական նոր օրենսգրքի նախնական տարբերակում իշխանությունները ոչ միայն չեն ներառել իրենց առաջարկները, այլ նաև անտեսել են ԵՀԿ ԺՄԻԳ-ի վերջին հանձնարարականները, այդ թվում քվեարկած անձանց ցուցակների մատչելիություն, վարչական ռեսուրսի արգելում, արդյունքների բողոքարկման ընթացակարգի վերանայում։ Ինչպես միշտ բովանդակային առումով իշխանությունները առաջընթաց չապահովեցին, չեմ խոսում նա մասին, որ հետընթաց կա որոշ առումով, եւ միջազգային գործընկերների այս դեպքում ԵՀԿ ԺՄԻԳ-ի այդ հանձնարարականները կյանքի չկոչվեցին։ Ընդհանուր առմամբ ներկայացված նախագիծը հետընթաց է բոլոր ուղղություններով, անգամ համեմատած գործող ընտրական օրենսգրքի հետ։ Սահմանադրական հանրաքվեից հետո ԵՀԿ ԺՄԻԳ-ի զեկույցը փաստել էր քվեարկած անձանց ցուցակների հրապարակումն արգելված չէ միջազգային իրավունքով, կիրառվում է շատ երկրներում։ Նոր օրենսգիրքը մշակողները մինչդեռ ուժի մեջ են թողել գործող սահմանափակումները։ Քվեարկած անձանց ցուցակների հրապարակումը, տեսանկարահանումը կամ որևէ եղանակով արտատպումը արգելվում է։ Ընդդիմադիրները պնդում են, հոդվածը պահպանվել է կրկնակի քվեարկությունների ու լցոնման համար։ Ակնհայտ է, որ իշխանությունը 500-ից 700,000 ձայն միանշանակ իրեն հավելագրում է։ Այս ցուցակների հրապարակումը այս հավելագրումներն են կանգնեցնելու։ Ընդ որում այդ 500-ից 700,000 ձայնը հենց այն թիվն է, որը հնարավորություն է տալիս իշխանություններին ստանալ մեծամասնություն, իրենց այոն հասկացնել։ Եվ եթե ընտրություններից հետո հնարավոր լիներ ուսումնասիրել այդ փաստաթղթերը, բոլոր կեղծիքները կբացահայտվեին։ Այսինքն ամբողջ իշխանության իրենց պահպանման գաղտնիքը գտնվում է այդ մատյաններում։ Բնականաբար նրանք պետք է դիմադրեն դրանց հրապարակմանը ամբողջ ուժով։ Հանրաքվեից հետո ԵՀԿ ԺՄԻԳ-ը որպես առաջնային հանձնարարական նաև ընդգծել էր ընտրության արդյունքները բողոքարկելու ժամկետները պետք է վերանայվեն, ապահովելով դիմումի քննությունը։ Այս մասով էլ սակայն ընտրական նոր օրենսգրքում գրեթե փոփոխություն չկա։ Արմեն Մարտիրոսյանը փաստում է, ուժի մեջ են մնում այն դրույթները, որոնք հնարավորություն չտվեցին վերահաշվարկի համար բացել ընդդիմության պահանջած քվեատուփերը։ Իշխանությունը բնականաբար չի ցանկանում, որ բողոքարկման իրական մեխանիզմ կյանքի կոչվի, որովհետև բողոքարկում եթե իրական լինի, այսինքն նկատի ունեմ այդ բողոքարկումը արդյունք բերի, իրենք խնդիրների առջև կկանգնեն։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը շարունակում է, իշխանություններն անկատար են թողել նաև ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի մեկ այլ առաջնային հանձնարարական, արգելել քարոզարշավին, բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունն ու վարչական ռեսուրսի կիրառումը։ Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնած Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 6-ի նախօրեին ԱՅՈ-ի շտաբի պետ նշանակեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին, իսկ վերահսկողական ծառայության պետին, աշխատակազմի ղեկավարին ու տարածքային կառավարման նախարարին էլ պետի տեղակալի պաշտոններում։ Նորից գնան օգտագործեն իրենց պաշտոնների ուժը մարդկանց վրա ինչ-որ բան պարտադրելու ուղղությամբ։ Այդ ամեն ինչը նորից կարող են անել, ԵԱԿ-ն դրա մասին շատ հստակ գրել է։ Իհարկե, որ ամեն մի ընտրությունից, քվեարկությունից առաջ ամբողջ համակարգը, կառավարման համակարգը իշխանությունների հրահանգով սկսում է աշխատել իշխանությունների դիրքորոշման համար։ Կրթական համակարգ կլինի, առողջապահություն, թե ցանկացած համակարգ։ Իշխող հանրապետականները մինչդեռ տրամագծորեն հակառակն են պնդում։ Երեկ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, նախնական տարբերակից դժգոհ չեն։ Եթե ինչ-որ մի բանով միգուցե հետընթաց է, չնայած ես այդ համամիջ եմ, ապա բազում սկզբունքներ կան, բազում հատուկ նշումներ կան, որտեղ մենք տեսնում ենք, որ կա լուրջ առաջընթաց, որովհետև դրա մասին խոսել են նաև մեր գործընկերները։ Ազգային ժողովի փոխնախագահը վստահեցնում է, ընդդիմության ու քաղաքասարակության ձայնը դեռ կլսեն։ Քաղաքական իշխանությունի քաղաքական կամք, որպեսզի լսի թե ընդդիմության չափավոր, ասիկան իրատեսական առաջարկը եւ թե նաև քաղաքացիական հասարակության։